Նուբարաշենի բանտում ինքնասպան եղած 51-ամյա Մհեր Ղ.-ի դեպքից առնելու լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես 2025 թվականին դատարանը նրան 8 տարվա ազատազրկման է դատապարտել։ Իսկ ինչ է արել նա։ Առնելու լրատվականին հայտնի դարձավ, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին եւ հայտնել, որ 51-ամյա Մհեր Ղ.-ն 2022 թվականին 2000 դրամի դիմաց 2013 թվականին ծնված տղա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել։ Այս արարքի համար առաջին ատյանի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել 51-ամյա Մհեր Ղ.-ին։ Որոշումը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ, որից հետո Մհեր Ղ.-ն Նուբարաշենի բանտում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Հիշեցնենք, որ դեպքի մասին առաջինը ահազանգել էր Շամշայն Կետկոմը, նշելով, որ մայիսի 14-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Ըստ ֆոտոլրագրողի ժամը 17:40-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի քրեական վարչությունում եւ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն բանտի խցերից մեկում կախված դիկա։ Նշված բանտի առաջին հարկի երկրորդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ղ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։ Դեպքի փաստով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։